Սիրելի հետևորդներ, բարի լույս, այս sense մոտ գնում եմ աշխատանքի, մարդ եմ ասել, որ չվախենա։ Սիրելի հետևորդներ, վերջապես ես Վալբերիսից վերցրեցի իմ հնդկական շամպունը։ Մի քանի օր է արդեն եկել է, ժամանակ չկար, որ գնայի վերցնեի եւ այսօր որոշեցի վերցնեմ։ Սա նույնպես հնդկական շամպուն է, սեսա շատ լավն է եւ սա ընտրել եմ ես պայքարում է մազերի թեփոտվածության, յուղի, մի խոսքով շատ լավն է։ Կա բոլոր տիպի մազերի համար եւ 500 մլ է, կես լիտր։ Շատ լավն է։ Ես ուրիշ տեսակ եմ օգտագործել սեսայի, լիմոնը իրենց խոտաբույսերով, յուղերով, նիմ է եւ շատ լավն է։ Ասեմ գինն էլ 1750 դրամ, շատ մատչելի, դե գիտեք, որ հնդկական խանութի այդ շամպունները բոլորն էլ վերջացել էին, չկար, Վալբերիսում կար իմ այդ շամպունից, բայց շատ թանկ է, 15-7, իսկ այնտեղ մինչև սրանք օգտագործեմ, մինչև որ հունվարից հետո նոր կստանան, գնացի տեսակ էլի դատարկություն էր, լավ եկել է շամպունը, չի բացվել, չի թափվել, խնամքով ուղարկել էին, շատ լավ հասել է տեղ, հիմա բացեմ, մի քանի տեսակի տանը ունեմ հնդկական շամպուններ, էլի են մեկը կեշկինգն էլ ես էլի պատվիրել էի Վալբերիսից և սա էլ տեսեք, սեղմակով է, շատ լավն է այս տիպի շամպունը, հարմար է, մի հատ բացենք, տեսնենք ինչ գույն է մեջը, մի հատ խտությունը նայենք, ինձ հետաքրքիր է, ես ինչ պինդ է, մի հատ նայեք, շատ պինդ, ու ինչ է լավ հոտ ունի, մնաց, որ ընտիր է հոտը, հոտն էլ շատ ընտիր է, խտությունն էլ է լավ, համարյա շատ լիքն է լցրած, դե տեսակ ինչպես է փաթեթավորումով է եկել, որ բացել հանել հնարավոր չի, շատ լավն է, ընտիր է, կօգտագործեմ արդյունքի մասին, կբարձրաձայնեմ, շատ եթե օգտագործեմ, տեսնեմ արդեն քիչ է մնում, նորից կպատվիրեմ, մինչև որ հնդկական խանութը համալրվի նոր տեսականիով։ Տեսեք, սիրելի հետևորդներ, որ ինքը ես գովազդ չեմ անում, ընդհանրապես ես պատվիրել եմ իրեն Վալբերիսից, գովազդ չեմ անում, 500 մլ 1750, կոնկրետ ասած 1720 դրամ, ու ինքը այնքան խիտ է, նույն գինն է, համարյա, որ խանութներում վաճառվում են շամպունները, դեռ շատ ավելի բարձր գնի շամպուններ էլ կան, երկարացնում է, փայլ է տալիս, ծավալ, վերացնում է թեփը, համաշկի քորը և ընտիր է, դուք էլ պատվիրեք, գիտեմ շատերը կգրեն նա զարծիկուլ կասես, սիրելի հետևորդներ, գրում եք սեսա Վալբերիսում և տեսականին բերում է, ընտրում եք, նայում եք գնին, հարմարությանը ձեր, մազերի տիպին եք նայում, ձեր մազերը որ կողմն են հակված, յուղոտ են, թեփոտ են, մի խոսքով նայում եք, հարմարեցնում ու վերցնում, բոլորն էլ լավն են, վատ շամպուն չկա, ես կասեմ, որ հնդկական շամպունների մեջ վատ շամպուն չկա, օգտագործեք և կհամոզվեք, այստեղ էլ սիգձուկ էին վաճառում, առել ենք և այս անգամ Լիլիթի բախտը բերել է, ամեն անգամ հենց բերում վաճառում են, ասում է իկրա չկա, իհարկե սենց հատուկ մշակած էլ ամաններով բերել են, վերցրել ենք Լիլիթի համար, բայց սա էլ հիմա կսարքենք, կեփենք,
Լիլիթը, տեսեք ոնց է ուրախանալու, որ ընկրակա, սրա համար կարելի ասել խելագարվում է, գժվում է, մեծ սիգաներ են, 3 հատը 400 դրամ, ամանոր է, ամանոր, և ամեն ինչն էլ թանկանում է, գների մեջ փոփոխությունները նկատվում են, էլ բերել են 5 հատը 1000, 4 հատը 1000, բայց դե էտա, մեծ են, իհարկե ձկները ոնց որ մի քիչ մեծ են, մաքրելա, մի հատ էլ լավ կմաքրեն, կլումանանք ու կեփենք, սպասենք Աշոտին, և կարելի է մեկ բաժակ թեյ խմել, կոֆե խմել ենք շատ, էլ այս ժամին չարժի, թեյ կարելի է խմել, կոնֆետներով, հեսա միացրու էլի, մեկ դնում եմ ու մոռանում եմ, որ միացնեմ, Լիլիթը դեռ ես էկրան չի տեսել, երեկվա բիսկվիթից էլ ոչինչ չի մնացել, հենց երեկ էլ վերջացավ բիսկվիթը, այո, վերջացել է, այստեղ հեսագաղ էկրան տնա սարքենք ուտի, կանց երեխեքին բացան տեսնան, ինչ լավ բան կա, ինչ լավ բան, և ուզում եմ գնալ են մեծ լիմոնը բերել ու կտրել, իհարկե այնտեղ ավելի մեծն է կա, բայց նա ուզում է փչանալ, դադամ, այս մասից ուզում է ինքը տեսեք, գույնը թե կաշին է մկվել է, լվացել եմ, դնենք, կտրենք, առաջին հայացքից թվում է ինքը արհեստական է, ափսոս է, բայց պետք է մորթենք, ոնց կտրենք, ինչ անենք, երև այսենց կտրեմ, լավ էլ փափուկ է, համարյա կեղևն է, հաստ, մեջը բան չկա, կեղևը շատ հաստ է, պատկերացրեք, ամենալավը մեր տեղական լիմոններն են, տան պայմաններում աճեցրած, ես այդպես էլ չկարողացա աճեցնել տան պայմաններում ու ունեի 4-5 տարի ինքը չծաղկեց, ես էլ շուտ եմ հիասթափում, հանեցի ու գցեցի, հետաքրքիր է, նայեք սրա կեղևը, ինչքան հաստ է, համարյա շատը կեղև է, ես էլ ասում եմ, հայ հորովոյ մեծ լիմոն, չնա սպունգի պես է, մանդարինի պես, իր այդ թերթիկներից անջատենք, կարծես մանդարին լինի, բերանս էլ ջուր լուծվեց, ծապսերներն տեսեք, իրա ոսկե երանգը թափվեց,
Ավելի լավ է լրիվ թափվի։ Ոչ շատ թեթև հարմար բաժակներ են։ Թափվի ավելի սիրուն կլինի։ Սա այստեղ։ Մի հատ լիմոնի համը փորձենք։ Լավ, հա։ Չէ, մեր տեղական լիմոնները ավելի համով են։ Համով է։ Թթու է։ Չգիտես, ես լիմոն շատ եմ սիրում, իմ համար 1 վայրկյանում կուտեմ։ Ինչ է կիվին։ Ավելացել է, սենց լցրել եմ այստեղ։ Կտրածս լիմոնից մնաց այսքանը։ Եվ ես այնքան շատ եմ սիրում լիմոն ու այնք որ ինձ վատ եմ զգում ճանապարհ գնալուց պետք է անպայման լիմոն ուտեմ, որ կարգավորվեմ։ Սառար, հələ լատ կոշիկներդ հանի արի։ Հանի արի։ Գնա տեսեն լիմոնի մոտ ինչ կա։ Ինչ պետք է լինի։ Հələ գնա տես ինչ կա լիմոնի մոտ։ Մի արա, հեսա կսա։ Ասես ոնց եմ ուզում։ Ոնց։ Լսի։ Հա։ Տես սև կա, գցում ես սիկրան ջուրը։ 5 րոպե բան է լինում, հանում ես, որ կարմիր լինի, հաց վրա գցում ես։ Հա։ Հա։ Լավ սկանում։ Ծախում։ Ասիմ չէ Լիլիթը շատ կուրախանամ, հա։ Միրի, կարմրի ու մեծանա։ Հա։ Անպայման։ Գուշակի ինչ ենք խաղում։ Ինչ։ Գուշակի։ Բադերն ու որսորդը։ Հա, որսորդները։ Բա ինչ էիք խաղում։ Գորոզա։ Հա, գորոզա։ Մեր ժամանակ բադերն ու որսորդներ էինք ասում, չգիտեմ, դուք գորոզա եք ասում, ինչ եք ասում։ Այդ կոշիկները հագել են, ոտերս չեր սառում։ Հա։ Հա։ Բա դրանք լավն են։ Բա, ես էլ որ հագնում գնում եմ, իմ ոտքերն է չի սառում։ Լիլիթ, մենք նոր տարվա ցուցակ չենք գրել։ Ասի Լիլիթը գա, մի հատ գրիչ, թուղթ տա, նոր տարվա ցուցակ նստենք գրենք, տեսնենք ինչ ես ուզում, ինչ չես ուզում, մազետ է կապի նոր։ Ես ուզում եմ։ Հա։ Անպայման կգրես ցուցակի մեջ, բաստումրա։ Բաստումրա։ Հա, ցուցակ պետք է գրենք, հեսա ինչեր ենք առնում, ինչեր ենք թողում։ Մաներից գնումները կատարենք։ Բան չմնաց։ Հաշված օրեր են մնացել ամանորին։ Ուրախանում ենք, 1 տարով էլ մեծացանք, չէ Լիլիթ։ Իհարկե Լիլիթը ուզում է, որ շուտ մեծանա, երեխա ժամանակ այդպես է սիրելի հետևորդներ եւ շատերը դա կհաստատեք, որ ուզում եք մեծանալ, մեծ երևալ, երբ տարիք են հարցրել, խոսքի 9 տարեկան ենք, 10 ասել ենք 10 տարեկան ուզեցել ենք, որ մեծ երևանք, բայց հիմա էլ արդեն ուզում ենք փոքրանանք, բա Եվ փոքր էինք Լիլիթ, ուզում էինք մեծանանք, մեծացանք, հիմա ուզում ենք փոքրանալ։ Դե դից խաշի ուտեմ հացը։ Այսա։ Լցրու, ես կանեմ։ Իշխոնա, մի կիլո հիմա տանում ենք լավանակ։ Թող։ Ես կանեմ։
Զարմեք, չէ՞ տենց։ Հա, երևի էլի։ Հա։ Ողկարմիրի։ Այս շիշանք ցիզիբիլը, որ դրեցիր ես, կապակն է թող մնա այստեղ, որ մենք ժարիթ հիմա անենք, ժարիթ պետք է անեմ, լիլիթի կրաներն էլ էպ էցեսակ կամեմ ու ինքը գուտի։ Չամա։ Մի փոքր աղ։ Հելքը գնաց արդեն լիլիթի։ Բա, էպավ արդեն տանեմ կամեմ, որ լիլիթը ուտի։ Ողա գինը եղավ, լիլի տարի գնդիկները տար, դու քո կերակուրը գթար, դե, Այս կարմիր պետք է ուտեն։ Էնի ուրիշ ձև է մշակած իկրայա, լիլի ջան, էնի ուրիշ ձև են մշակում, ես գիտեմ դու ինչի հետ ես, համու բա? Ահա, սա էլ կարտոֆիլ, շատերը ասել են, որ աղը, հա, հասկացանք, աղ լցնում եմ, ահա, բայց ոմանք էլ ասել են ալյուր, մի փոքր ուզում եմ ալյուր լցնել, դենա միշտ կլինի, հետաքրքիր է, շատ քիչ, մի փոքր լցրեցի, գիտեմ, համ ալյուր լցրեցի, համ էլ աղ, տեսնենք, սպասենք արդյունքներին։
Իհարկե մի կողմը շատ մեծ արեցի, բայց դե ոչինչ։ Լայֆհակը ոնց որ թե գործում է, ինքան շատ չի թռնում ձեթը։ Հիմա չգիտեմ ալյուրն էր թե աղը, ուղղակի պիտի երկուսը իրար հետ չանել։ Գազարով բերեց։ Ой-ой-ой։ Լավ է լեփվել է։ Սեղանը քաշի ես կողմ, բերը։